Կողմ 64 դեմ 14 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք օրենքի նախագիծը։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Ալրուսակ Զուլհակյանի, Ալխաս Ղազարյանի եւ Արտուր Հովհաննիսյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Ալրուսակ Զուլհակյան։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ուրեմն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումն ապահովելու, ինչպես նաեւ դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման եւ անցկացման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես 2021 թվականի մայիսի 7-ին օրենքով կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավականու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում կամ ծրարում քվեաթերթիկից բացի արկա է այլ իր։ 24 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ 505 օրենքով կատարված փոփոխություններով քվեաթերթիկ անվավեր ճանաչելու հիմքերից հանվեց քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր արկա լինելու վերաբերյալ դրույթը, որը գործնականում կարող է բերել ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը։ Օրինակ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ընտրակաշարք ստացողից կարող են պահանջել իրեն բացահայտող որևէ թղթի կտոր դնել ծրարի մեջ, օրինակ հերթական համարով, որը հայտնի է միայն վճարողին։ Բացի այդ, ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի ցանկացած այլ իրի արկայության վերաբերյալ դրույթը, որպես քվեաթերթիկ անվավեր ճանաչելու հիմք նախատեսելը կարող է հանդիսանալ որպես ընտրակաշարք ստացածների վերահսկողության գործիքներից մեկը։ Միաժամանակ հարկ է նկատել, որ 24 թվականի սեպտեմբերի 26-ին ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսվող նախագծերի փաթեթում ներառված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծով առաջարկվել էր ի թիվս այլանի փոփոխություն կատարել օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում, հանելով դրա 2-րդ նախադասությունը։ Նշված փոփոխության նպատակը եղել է բացառապես օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն պահանջի վերացումը, ըստ որի կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում պետք է նշվեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։ Այդ պահանջը կրում է զուտ տեխնիկական բնույթ եւ վերաբերում է միայն տեղեկատվության ներկայացման ձևաչափին, այլ ոչ թե ընտրական իրավունքի իրացման բովանդակային պայմաններին։ Սակայն նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում օգտագործվել է բարբերություն եզրույթը նախադասություն բառի փոխարեն։ Արդյունքում գործող խմբագրությամբ ստացվել է, որ ուժը կորցած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, որի նպատակը ի սկզբանե դրված էր նախագծի հիմքում, այլ դրա 2-րդ բարբերությունը։ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաեւ չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Միաժամանակ օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով համամասնական ընտրակարգով համայնքի ավականու անդամի թեկնածուների առաջադրման դեպքում նախատեսված է նույնաբովանդակ կարգավորում։ Ընդ որում օրենսգրքում նախորդ փոփոխությունների ընթացքում այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ եւ նույն նպատակներով։ Հետևաբար, եթե արկա լիներ քաղաքական կամ իրավական նպատակադրություն վերացնելու տվյալ սահմանափակումները, անհրաժեշտ կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ օրենսգրքի 129-րդ հոդվածում, ինչպես նաեւ հարակից իրավական ակտերում։ Այդպիսի փոփոխություններ սակայն չեն առաջարկվել եւ նման քաղաքականության կամ իրավական մոտեցման վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվել։ Նշված սահմանափակումները կրում են բովանդական եւ սկզբունքային նշանակություն, դրանք նաեւ համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով։ Այս հանգամանքը եւս վկայում է համապատասխան կարգավորումների պահպանման համակարգային անհրաժեշտության մասին։ Հաշվի առնելով, որ կուսակցությունների դաշինքները հանդիսանում են նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձև, որոնք իրենց գործունեությամբ եւ նպատակներով ներգրաված են նույն քաղաքական իրավական հարաբերություններում, տրամաբանական եւ իրավաչափ է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն
նույնատիպ սահմանափակումներ։ Այս առումով օրենսգրքի համապատասխան դրույթները չեն հանդիսանում ինքնուրույն կամ առանձնացված կարգավորումներ, այլ ներդաշնակորեն լրացնում են արդեն իսկ գործող սահմանադրական օրենքի պահանջները, ապահովելով իրավակարգավորման համակարգայնությունը։ Ավելին, նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, ինչպես նաև ազգային ժողովում դրա քննարկումների ընթացքում որևէ կերպ չի նշվել, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները։ Ընդհակառակը, քննարկումների ամբողջ տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումը։ Ուստի օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության ուժը կորցրած ճանաչումը պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որը անհրաժեշտ է շտկել իրավական սահմանված ընթացակարգերով։ Այսքանը հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, հարցերի դեպքում կպատասխանեմ։ Հարցեր Տիկին Ջուլակյանին։